Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում վերալիցքավորում է տեղի ունեցել ու երբեմնի հակասություններից հետո նոր փուլ է սկսվում։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչով է դա դրսևորվել։ Դե գիտենք, Ֆրանսիայում ազգային տոնն է, Բաստիլի գրավման օրն են նշում եւ Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհավորել է նախագահ Մակրոնին այդ տոնի կապակցությամբ եւ այդ ուղերձում ընդգծում է, որ վերջին ամիսների իրադարձությունները թույլ են տալիս խոսել այն բանի մասին, որ երկկողմ հարաբերություններում ժամանակին տեղի ունեցած բարդություններից հետո նոր փուլ է սկսվում եւ որ կողմերը այսուհետ եւս ջանքեր են գործադրելու այդ պատմական հարուստ ավանդույթներ ունեցող եւ արմատներ ունեցող երկկողմ հարաբերությունները այսուհետ եւս բարելավելու նպատակով։ Եվ այս այսպես լավատեսական տրամադրությունները նոր արժեք են ստանում, եթե հաշվի առնենք, որ ընդամենը ժամեր առաջ դրանից, բառացիորեն 3 Շուշիում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը բացահայտ հակաֆրանսիական հայտարարություններ էր անում, բաց տեքստով կոչ անելով Ֆրանսիայի անդրօվկիանոսյան նահանգների բնակիչներին ամբոստանալ Փարիզի դեմ եւ անջատողական շարժումներ սկսել կենտրոնական իշխանությունների դեմ։ Այսպես մեջբերեմ նրա խոսքերը։ Բաքվում ցանկանում են, որ Կալեդոնիան, Պոլինեզիան, Մարտինիկան ազատ լինեն։ 21-րդ դարում հնարավոր չէ գաղութներ ունենալ։ Այդ տարածաշրջանների ժողովուրդները չեն ցանկանում ձեզ, նրանք ուզում են ազատ կյանքով ապրել։ Ըստ էության Իլհամ Ալիևը չի էլ թաքցրել, որ իր հանձնարարությամբ ստեղծված այսպես կոչված Բաքվի նախաձեռնող խմբի նպատակը հենց Ֆրանսիայում անջատողական շարժումներ հրահարելն է եւ որ դա Փարիզի կողմից հայերին աջակցելու հետևանք է։ Կրկին մեջբերեմ նրա խոսքերը։ Բումերանգը շատ հզոր զենք է։ Նրանք, ովքեր ցանկանում էին հարձակումներ գործել Ադրբեջանի դեմ, թերագնահատում էին մեզ։ Այսինքն այսպես բաց տեքստով արդեն ոչ մի բան չթաքցնելով Ալիևը խոստովանում է, որ ֆինանսավորում է այդ անջատողական շարժումները եւ նպատակ ունի հասնել Ֆրանսիայից որոշ նահանգների անջատմանը։ Եվ այս հայտարարությունները մեղմ ասած հակասում են այսօրվա Մակրոնին ուղղված շնորհավորական ուղերձի տեքստին եւ նրա հավաստիացումներին այն մասին, որ երկկողմ հարաբերություններում ռեստարտ է տեղի ունեցել։ Բայց Բաքվի ու Փարիզի միջև հարաբերություններում վերջին տարվա ընթացքում իսկապես որոշ ջերմացում էր նկատվում։ Այո, հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2024 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիա եւ այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո Փարիզը ասես հստակ կեցվածք դրսևորեց, ինչի հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ հիբրիդային պատերազմ էր սկսել, ինչպես ասացի, սկսելով ֆինանսավորել անջատողական շարժումները Գվիանայում, Մարտինիկայում, Պոլինեզիայում, Կորսիկայում, իսկ Նոր Կալեդոնիայում բանը հասել էր անգամ դրան, որ Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով բախումներ տեղի ունեցան մարդկային զոհերով։ Ֆրանսիայում այդ ամենին գնահատական տվեցին, Փարիզը ետ կանչեց Բաքվից իր դեսպանին, մի շարք ադրբեջանցի դիվանագետներ Ֆրանսիայում պերսոնա նոն գրատա էին հայտարարվել, միջխորհրդարանական բարեկամական խումբը լուծարվել էր եւ միջպետական հարաբերությունները պատմական ամենացածր կետի էին հասել։ Ֆրանսիայի սենատում ստեղծվել էր հատուկ խումբ հանձնաժողով, որը հետաքննել էր Փարիզի դեմ Բաքվի վարած դեստրուկտիվ թշնամական գործողությունները եւ իր զեկույցը ներկայացրել էր թե Ելիսեյան պալատին, թե խորհրդարանի երկու պալատների ղեկավարությանը։ Եվ այդ զեկույցում կոնկրետ առաջարկներ էին նշվում, թե ինչպիսին պետք է լինի Փարիզի պատասխանը։ Խոսքը ընդհուպ մինչև պատժամիջոցների մասին էր գնում։ Բայց հակառակ
խորհրդարանականների կոչին Ֆրանսիայի քաղաքական իշխանությունը որոշեց կոշտ քայլեր չձեռնարկել եւ հակառակը արեց 25 թվականի աշնանը որոշեց վերսկսել Ադրբեջանից նավթի գնումները հույս ունենալով որ Ալիևը դա կգնահատի եւ այլևս Ֆրանսիայի դեմ թշնամական նման քայլեր չի ձեռնարկի Արտեմ իսկ դա օգնեց մեղմել հակասությունները Ֆրանսիան համենայն դեպս իր կողմից ամեն ինչ արեց, որ Ալիևը դա գնահատի, 4 տարի որևէ շփում չկար երկու երկրների նախագահների միջև եւ 2025 թվականին հոկտեմբերին Կոպենհագենում Մակրոնի եւ Ալիևի միջև հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ դրական տենդենսներ են նկատում եւ նույն թվականին, եթե չեմ սխալվում, նոյեմբերին Փարիզը նոր դեսպան նշանակեց Ադրբեջանում եւ Իլհամ Ալիևը համաձայնվեց հավաստագրեր ընդունել դեսպանից, նշելով, որ ռեստարտը հարաբերություններում տեղի է ունեցել։ Բայց երեկվա Շուշիում հնչեցրած հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ալիևը ամենևին էլ հակված չէ իր թշնամական գործողություններից հրաժարվել, ավելին տեղեկություններ կան այն մասին, որ այդպես կոչված Բաքվի նախաձեռնող խումբը նոր ավելի մեծ ֆինանսավորում է ստանում պետբյուջեից եւ պետությանը մոտ կառույցներից եւ նոր ալիքով է սկսելու սադրանքները ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահարելու նպատակով։ Այսինքն փորձը ցույց է տալիս եւ ապացուցում է, որ Բաքվին ընդառաջ քայլերը որևէ դրական արդյունք համենայն դեպս Փարիզի համար չեն տալիս։ Շնորհակալություն Արտեմ